Երևում եմ Որս Եղավ Այսօր մենք գնում ենք պարային աշխարհ Սկսենք Սկսեցի Խնդսնել չկա Չես խնդում Սելը Նո ծիծաղ Ողջույն Թերեզա Ողջույն Թերեզա Լավ մոտ հոգստոնը լավ պետք է գայսա Կարի թե չկկրակեմ Հոգստոնը լավ պետք է Որս տնում ամերեմ Ես հատուկ եմ սեծ հակում, որ մուսկուլները սերեմ Դա տենամ որ պարում Վախենա Բիցեպսներս Ողջույն Թերեզա Ողջույն Այսօր մենք գնում ենք դեպի պարային աշխարհ, որտեղ որ ստեղծագործությունը այսպես ասած սահմաններ չունի Ինձ թվում է արվեստի մեջ բոլոր ճյուղերում է այդպես, բայց որ ասում ես բարի մեջ Ուղղակի ես որ մի քիչ բարի մեջ կամ դրա համար կարելի է ասել իմ ընկալումը եւ իմ հասկացվածությունը այս ոլորտում ավելի լայն է ու ավելի լավ եմ հասկանում ընկալում, քան օրինակ, չգիտեմ, երաժշտության մեջ, որտեղ երգիչները մի քիչ ուրիշ ոլորտի արտիստներ են Ավելի հետաքրքիր հարցազրույց կունենանք ինձ թվում Ինձ էլ է թվում, որովհետև ոչ միայն մենք հարցազրույցում, այլ նաև իրական կյանքում, որ խոսում ենք իրար հետ, ավելի հետաքրքիր է ու նաև կարելի է ասել ընդհանուր թեմա ունենք եւ բովանդակությունը մի քիչ ուրիշ ձև է լինում Հա, հեսա կպատմեմ ոնց ենք ծանոթացել Այո, բոլորը կիմանան Կարող եմ ես սկսել ոնց ենք ծանոթացել Չէ, ես կսկսեմ, կարող է դու չգիտես այդ պատմությունը, որ ես գիտեմ Լավ, մի հատ ինձ հետաքրքիր է Ինչ պատմությունը, որ Այն պատմությունը, որ իմ երեխեքը մի անգամ ինձ ասեցին, մի հատ աղջիկ կա գրել, համերգ ունեինք մի հատ, համերգ ունեինք, որտեղ Ջեքսոնն էր ներառված այդ ծրագրում ու ինձ երեխեքը ասում են, նա աղջիկ կա գրել, ասում է, կլինի կամ ձեր համերգին բարեմ, ասում եմ, այսինքն, պիտի համերգին բարեմ, ասում է, պիտի գա, ուզում է գա Ջեքսոն բարի, հետո վայ մարդի Ջեքսոն բարեմը որն է, В общем, այդպես հետո նոր բան արեցիր, որ պետք է գաս բարի, եկար բարի Հա, կստացի, եթե չգիտեին Այո, չգիտեի, որ Անիսա տեսը չգիտեր, պարում էլ էիր, չգիտեմ հիմա պարում ես, հիմա չի պարում չեմ պարում, չէ Չի պարում Տան պայմաններում տնային տնտեսվի եմ Պարում տնային տնտեսվի եմ Հա, իրականում ես տեսել էի այդ համերգը ու համարձակությունս ինձ ներեց, որ ես այդպիսի բան գրեցի Մտածեցի, ասացի լավն է, ինչ ուզում են թող մտածեն, կարևորը ես ուզում եմ Որովհետև դե Ջեքսոն փոքրուց պարել եմ, այդ իմ պարն է ու դե չպարեցի հուսամ մի օր տենց առիթ կլինի, որ ես կպարեմ Ջեքսոն ձեր համերգներից մեկի ժամանակ բայց փոխարենը ես պարեցի հիփ-հոփ, որ ընդհանրապես կապ չուներ իմ անհատականության հետ անկեղծ եմ ասում, ընդհանրապես կապ չունի ես ու հիփ-հոփը ոնց որ ես ու չգիտեմ, քիմիան կամ ինչ-որ բնագիտական առարկա Բայց լավ էլ պարեցիր ու բավականին մեծ միջոցառման, մեծ համերգի պարեցիր ու լավ տակից դուրս ես եկել Վերջն էի կանգնած Չեմ տեսել ուղղակի Դե կտամ ասում, վերջն էի կանգնած Բայց ամեն դեպքում մենք խոսենք քո մասին, քո արվեստի մասին Դու շատ հետաքրքիր պարային միքսեր ես անում Դե ես անձամբ եմ տեսել, թե դու ոնց ես ստեղծագործում Ասեմ էլի, Թերեզան ոնց է ստեղծագործում Սենց կանգնում է, գետնին է նայում ու սենց բաներ անում, ինչ-որ շարժումներ անում Ես տեսնում եմ, որ ինք այդ պահին իր ուղերի մեջ Ինչ-որ բան ես դու ստեղծում, պար ես դնում եւ այլն ու հետո դա արդեն հետաքրքիր է որ դու հիշում ես ինչ ես մտածել հետո դու արդեն կարելի է ասել
չհիշում ես, հա, ընթացքում ասում ես երեխեք ինձ օգնեք, բայց ամեն դեպքում ինչ որ դու մտածում ես, հետո դու ի վերջո դա ցույց ես, չէ՞, տալիս։ Մի անգամ ցույց եմ տալիս, այն ինչ որ մտածում եմ, ասում եմ երեխեք նայեք, հենց հիմա նայեք ու հիշեք, որտեվ ես մի անգամ եմ կարալու ցույց տալ, չեմ հիշելու։ Ու պարտադիր պիտի լինի գոնե մեկը, որ մի շարժումը հիշում է, հետո այն մի շարժումը, որ ես հետո կպցնեմ իրար, թե չէ, հաջորդիվ արդեն ուրիշ շարժումներ են ինձ մոտ գալիս։ Չեմ հիշում, ուղղակի չեմ հիշում, այն ինչ որ մի անգամ արել եմ, չեմ հիշում։ Հա, բայց այդ պահին, որ հիշում ես, այդ մեծ գովալու բան է, լուրջ եմ ասում, հա, որտեվ պարը, օրինակ ես պարում եմ, այն ինչ որ զգում եմ, բայց ինձ էլ որ ասեն, ես չեմ հիշում ինչ եմ պարել։ Իրականում պարի մեջ երկու տարբեր մասեր կան, հա, կան մարդիկ, ովքեր freestyle են պարում, իրանք ընդհանրապես չեն մտածում, չեն հիշում, չեն բեմադրում նախապես, իրանք freestyle են անում, եւ կան մարդիկ, ովքեր կոնկրետ բեմադրած պարեր են պարում, կամ բեմադրում են իրանք ու մենակ են պարում, եւ կան մարդիկ, ով երկուսն էլ կարողանում են համատեղել, դա ամենալավ տարբերակն է ասես։ Քո պարագայում երկուսն է։ Հա, բայց ես սիրում եմ բեմադրելը։ Սիրում եմ բեմադրելը, մի քիչ երևի բնավորությունից սա գալիս, հստակություն եմ սիրում։ Սիրում եմ, որ ես հստակ իմանամ, որտեղ ինչ եմ անելու ու չխախտվի դա, էլի։ Բայց ամեն դեպքում այն ինչ որ դու ստեղծում ես, դա այդքան էլ հեշտ բան չի։ Բավականին բարդ է քո պարային շարժումները ու այն տարական շարժումները չի էլի, որ գնում ես, պարում ես, մի քանի տենց վիդեոներ կա, որ մենք նայում ծիծաղում ենք, այդ տարականը չի, շատ բարդ է։ Ու ինքը իմաստ էլ ունի բնականաբար։ Իմաստ չունի, անկեղծ խոսել, էմոցիաների հետ կապված չի։ Հա, ավելի շատ ես կոնկրետ բեմադրում եմ երաժշտությունից ելնելով, լսում եմ երաժշտությունը, երաժշտության միջոցով ինձ մոտ գալիս է ինչ-որ էմոցիա, ու դրա վրա բեմադրում եմ։ Բայց որ ասեմ իմաստ ունի, սուտ կլինի, ճիշտ է շատ մարդիկ sense նայում են, ասում են, «Ոստեղ, ես ինչ հոստեղ, այսպեսի միտք ես դրել, այստեղ այսպեսի միտք ես դրել», ասում եմ, հա, ճիշտ լավ էլ ասում ես ճիշտ, բայց այդպես չի բացարձակ, անկեղծ որ ասեմ, ես տապեցնեմ քեզ, ուղղակի բեմադրել, հա, իրական երաժշտությունն է ինձ ասում, ես ինչ անեմ, կարող եմ նաև ասել, որ մաթեմատիկա կա այդտեղ, կոնկրետ երաժշտության մեջ լսում եմ տարբեր բաներ, լսում եմ ամբողջ ստեղծագործությունը իր ամեն ինչով, ինչքան գործիքներ կան մեջը, վոկալը, չգիտեմ, ինչ որ կա երաժշտության մեջ, ես իրան մասնատում եմ ու այդ մասերի վրա սկսում եմ բեմադրել։ Մի քիչ ավելի շատ էս պահին, հիմա արդեն իմ մոտ մաթեմատիկայի է վերածվել, էլի։ Մաթեմատիկայի հետ կապված նաև ես գիտեմ, որ դու առաջին մասնագիտությամբ, չէ, ծրագրավորող ես, կամ այդ ոլորտի հետ առնչություն ունեցել եմ, հա։ Ոչ, ես իրականում 3 դիպլոմ ունեմ։ Որտեղ արդեն ինքան եմ սովորել, արդեն չեմ հիշում։ Համարում եմ, որ ընդհանրապես շատ են ասում, շատ են խոսում են մասին, որ արվեստագետները, երգիչները, չգիտեմ, կամ սպորտսմենները, իրանք խորացած են մենակ իրենց ոլորտի մեջ ու մի քիչ վատ է հնչում, բայց տգետ են։ Ասենք, չգիտեմ, բոքսյորը մենակ դա կարող անի, պարողը մենակ ու պարողների մասով էլ է այդպես էլի, շատ եմ լսել, որ պարող է, ուրեմն всё, ուրիշ ոչ մի բանից գլուխ չի հանում ինքը, вообще։ Ես կասեմ, որ ես այդ տեսակը չեմ։ Այո։ Դե դրա համար միշտ վախեցել եմ իրականում այդ տեսակը դառնալուց ու պարարվեստի ուսումնարանը երբ որ ավարտել եմ, ես չեմ շարունակել արդեն բարձրագույն ուսումնական հաստատությունը այդ գծով։ Առաջին հերթին, որովհետև մտածում էի եւ համարում էի, որ պարարվեստի ուսումնարանից այն կողմ ինձ ոչ մեկ ավելի լավ կրթություն չի տալու ոլորտում։ Հա, այս բայդրությամբ թողներեն ինձ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները, որտեղ դասավանդում ապար, բայց կարծում եմ, որ պարարվեստի ուսումնարանը այդ ամենաբարձր տեղն է, որտեղ պար են դասավանդում, որտեղ ես կարա ինչ-որ բան վերցնեի։ Ու դրանից հետո ես գնացի լրիվ ուրիշ ոլորտ։ Սովորել եմ լեզվաբանություն,
լինգվիստիկա, ռուսերեն, в общем, մանկավարժություն եմ սովորել, տուրիզմ եմ սովորել, հետագայում, որ ասում ես ծրագրավորումը եղել է դուրս այդ ամեն ինչից, հա, դրա դիպլոմը չունեմ, այսպես ասած, բայց ես սովորություն ունեմ երբեք ոչ մի բանի չասել։ Հա, ինձ գալիս են ասում են, ինչ բանը կանես, ես անգամ եթե չեմ կարող անեմ, ասում եմ հա կանեմ։ Ասում կանեմ, գնում եմ գիշեր-ցերեկ չեմ քնում, որ հասնեմ դրան անեմ։ Նույն ձև եղել է այդ ծրագրավորումը, այս ինչ բանն է պետք անել, կանես, հա կանեմ ու այտենց ես պրոստը ինքնա կրթվելով այսպես ասած կողքից ինչ որ մարդկանցից հարց փորձ անելով եւ այլն եկել եմ ինչ որ արդյունքի որ դա էլ եմ կարող անեմ դե հետագայում թողել եմ դա արդեն որովհետեւ հիմա միայն բարով եմ զբաղվում անում ես այն ինչը որ քոնն է իրականում ինչի մասին որ հա միշտ երևի երազել եմ բայց ինձ մաման ես вообще парող չպետք է լինեի էլի այդ մաման միջև մասում վայ այդ օրը չլիներ ես քեզ բարի չտանեի մամ ջան ասում ես սաղ պատմելու եմ ինձ բարի ա տարել որտեվ ես շատ ցած մռայլ երեխա եմ եղել ոչ մի կետ չէի շփվում в общем ես ձեր հավասի չունեմ գնացեք ենկոմ ու տարել ա ինձ բարի հենց այդ նպատակով որ սկսեմ շփվել բացվեմ даже անգամ Փարիզ դասատուն, այդ որ առաջին հանդիպում ենք, sense ճիգարով մարդերել, ոյ արի պաչեմ, բան, չէ, ինչ պետք է դու ինձ պաչես, էլի։ Դենց եմ մտել այդտեղ։ Ճավոր մանկությունը։ Իմ համար թե որ դիմացս անդի եղել է։ Չէ, դենց ինչ պետք է դու ինձ պաչես, էլի, այքես բան։ Ճիշտ է, հետո ես չեմ կարող չասել, որ իրա միջոցով եմ ես սկսել սիրել պարը, հա լավ կրթություն պարային ոլորտում արդեն պարվեստի ուսումնարանն է ինձ տվել, բայց պարը սիրել եմ իրա միջոցով ու այն տեղի միջոցով, այդ երեխեքի միջոցով, որտեղ որ առաջի անգամ գնացել եմ ու շատ երկար, հələ պարվեստում էի արդեն սովորում, հələ այնտեղ էլ գնում էի, մեզ չէին թողում, բայց ես մեկա թաքուն գնում էի իրա մոտ պարակում էի, որտեղ արդեն սենց մենք իրար հետ էինք, չէի պատկերացնում ես առանց իրանց ուրիշ չի պատկերացնում պրոստը դրա համար ինձ մաման բարի տարել բայց հետո դարձավ նենց որ ես ճակատագրական եղավ հա իրա համար այդ ընթացքում ուրիշ տեղել եմ գնացել միշտ նենց ես ինձ հիշում եմ անդադ վազում էի ստեղից այնտեղ դաշնամուրի սոլֆեջոյի վոկալի գնացել եմ շատ երկար մի 10 տարի լուրջ դասական վոկալով եմ զբաղվել լուրջ մասնագետների մոտ, ովքեր կոնսերվատորիայում դասավանդում են, ես իրանցից անհատական դասեր էի վերցնում ու եկավ մի հատ կետ, որ ես ուզում էի այդ գծով էլի գնամ, հետո հասկացա, որ դա իմ այդ տարիքի համար բավականին թանկ է, իսկ ես չէի վաստակում դեռևս էլի այնքան գումար, որ ասեմ, դե երգելը մի քիչ ուրիշ բան է, հա, ինքը շատ ավելի թանկ բաներ ունի իր մեջ, քան պարը ու ես ստիպված եղա ընտրել մի ինչ-որ պահից ընտրել կամ պարը կամ երգը ու գնացի պարի կողմով բայց ուշ չի հիմա կարող ես զբաղվել չէ կգա ժամանակը դուք դեռ կլսեք իմ մասին այո կլսեք երգերը հա այդպես ես սենց անընդհատ սենց վազում էի ստեղ այնտեղ ու բայց մաման դա չէր ուզում երբ որ ես դպրոցից էի դուրս գալիս որ գնամ պարվեստի ուսումնարան դպրոցից մաթեմատիկայի դասատուն հիմնականում սենց մամային ինչ եք տանում չանեք այդ բանը կա չէ ասում եմ որ պարվեստի ուսումնարանը բարի գծով է գնալու ուրեմն всё իրա փող չի աշխատելու մաման հա ոչ միայն փող չի աշխատելու այլև այդ ուղեղը ոնց որ ափսոս է մի դրեք մի կողմ որտեվ էլ հնարավոր չի էլի այդ գծով բայց դե չէ ես գնացի պարվեստի ուսումնարան չեմ կարող ասել որ ընդեղի անցած տարիները իմ համար sense պարային ոլորտում ամենալավն էին կարամ հստակ ասեմ որ գիտելիքը իրենցից ստացած լավն էր բայց իմը չէր հա ես ընդեղ sense դե ինչ ենք անցնում այնտեղ դասական պար ժողովբնորոշ պարեր դրանք բոլորը sense հստակ ձիգ այսպես իսկ ես իմ բնավորությամբ բացարձակ այդպես չեմ էլ ասես մի քիչ ակտիվ եմ ես անեմ այն sense վիճակով եմ չի կարող անգամ որ վերջի կուրսերում էի երևի ուզում էի դուրս գալ
Մամային ասում եմ, ուզում եմ դուրս գամ, չեմ ձգում, մաման ասեց համոզեց, ասեց, այսքան գնացել ես, մի տարի ամենացել, գնա։ Այն մաման որ չէր ուզում որ դու գնաս։ Հա, դե, բայց երբ որ տեսնում եմ, որ սիրում եմ ու սիրով եմ էլի այդ ամեն ինչ անում, ինչքան էլ չի սիրում, եկա ինքն է արել ամեն ինչ, որ ես ընդունվեմ։ Եվ այդտեղ եւ հետո ամեն ինչ էլի եմ, որ ինքը միշտ ցույց կողքս կանգնած է եղել։ Բայց երբ որ ուսումնարանը ավարտեցի, այդ տարիներն էին, որ ես հասկանում էի, որ ես ուրիշ բան եմ ուզում եմ ապարեմ, բայց ուրիշ բան եմ ուզում ապարեմ։ Այն ինչ որ անում եմ, այդ ինձ հերիք չի։ Բայց չի հասկանում ինչ եմ ուզում ապարեմ, որտեվ դեռ այսքան ինտերնետ չկար, այսքան ամեն ինչ ես չի տեսնում, էլի ոճեր, ինչ կա, ինչ չկա։ Միակ բաները, որ տեսնում եմ, ինչ որ չգիտեմ, ամերիկյան արտիստների կամ կինոներն էին, կամ արտիստների այդ, չգիտեմ, Արշավի այդ պարերն էր բան, որ ես չի էլ հասկանում, դաժե երևի անունները չգիտեի, ինչ է պարում։ Էս եմ ուզում, բայց այս բորն է, ինչ անեմ։ Ու Հայաստանում էլ դեռ զարգացած չէր, կամ, չգիտեմ, կարող է զարգացած էր, ուղղակի ես չգիտեմ։ Մի սորտին կոնցերտ եմ այդպես բանի ասել։ Շատ վաղուց է։ Ես գիտեք ինչի հետ կարանք այսպես ասոցացնենք, այդ տարիներին Թումո կենտրոնը բացվեց։ Այդ տարի հենց ես առաջին ուսանողներից էի ընդեղի էլի։ Մի որոշ ժամանակ այդտեղ սովորելուց հետո սովորելու ժամանակ ավելի ճիշտ այսպես ասենց նստած եմ դասի եմ իմ համար իմ գործն եմ անում համակարգչով այդ ծրագրավորման դասընթացն եմ անում ու հասկանում եմ ինչ որ աժիոտաժ է սկսել։ Այնտեղ միացած տեղ ունեին միշտ այդ հավաքները, չգիտեմ, ինչ որ դասեր կամ մեծ միջոցառումները տեղ էին անում, էլի։ Զգում եմ, որ այդտեղ ինչ որ աժիոտաժ է սկսել, ինչ որ բան է պատրաստվում որ լինի։ Մեր կացա գնացի, պարզվեց ինչ որ նախագիծ է, ճիշտ ասած չգիտեմ ինչ, չեմ հիշում ավելի ճիշտ հիմա ինչի մասին էր, հիշում եմ որ պարզվեց միջոցառումը համերգա լինելու, որի համար կաստինգ անցկացվում պարողներին։ Ընկերոս հետ էի, ասեցի օրիգինոնք նայենք էլի, օրիգինոնք ինքը դասեր ուզում անում, ասում եմ խնդրում եմ էլի օրի չեմ ուզում եմ նայեմ։ В общем, համոզեցի, գնացինք նստել ենք, նայում ենք, բավականին հայտնի երևի խորեոգրաֆներից մեկն էր, կաստինգ անցկացնող։ Ու սենց հերթով անունները կարդում են, այդ երեխեքը գալիս են պարում են ու ես սենց բանի մեջ նստած եմ էլի ոյ էս եմ ուզում, օй սենց խոսում եմ, հա, սենց ինքը սենց ոնց որ այդ էմոցիաների մեջ խոսում եմ բան։ Մեկ էլ իմ անունն են կարդում, սենց այդ ով որ անուններ կան, իմ անունն է կարդում։ Ես դե մի հատ վեր թռա, հետո ասեցի դե լավ, չեմ գրանցվել իմ համար, նորից է կարդում։ Էլի բանի տեղ չեմ դեմ, ես ընկերոջս ասում եմ, չես լսում, անունդ են կարդում։ Ուրիշ մարդ է։ Դու նախապես չէ, ես ոչ ինչ-որ մեկ երկում ասում։ Հա, ասում եմ ես եմ գրանցել գնա ու սենց բրթած որ գնամ ապարելու։ Դե գնացել եմ ասում եմ ի՞նչ երկ դնեմ ապարել, ասում ես ոչ երկ գիտեմ, ինչ եմ ապարել։ Դասական կլասիկ երաժշտություններ ապարեմ, ինչ անեմ։ Լավ, ինչ դնեմ կպարես, ասի հա, չեմ էլ հիշում ինչ դրեց, ու չեմ էլ հիշում ինչ ապարեցի։ Երբ լավ է որ չեմ հիշում, որտեվ հաստատ ահավոր է եղել ամեն ինչ։ Բայց ամեն դեպքում անցար չէ։ Ու հա, դե վերջացավ ես вообще բացարձակ չէի մտածում որ անցել եմ, բայց ցել եմ գնալու, անունս տվեցին որ բա անցել ես։ Ես պրոստը չեմ կարող բանանեմ sense իմ երջանկության չափը։ Մի խոսքով, մտա այդ նախագծի մեջ։ Ու այդ եղել է առաջին նախագիծը, որտեղ որ ես առաջին անգամ հանդիպել եմ այն պարաբոջի հետ, որ ես այդ էի ուզում, որ ասում եմ, ես եմ ուզում։ Ու այդ որ ասում եմ, ստեղ եմ սովորել, սոլֆեջոյի էի գնում, սրան էի գնում, երևի դրա արդյունքում ինձ մոտ հենց զարգացրել է շատ արագ ընկալելու ունակ, ես իրոք ունեմ այդ ունակությունը, շատ արագ վերցնում եմ ցանկացած բան ու շատ արագ սովորում էի այն ոճը, որ ինձ տալիս էին ու այդ միջոցառմանը, հենց որը պատրաստելու process-ը երևի մի ամիս տևեց, այն լավագույն տեղում էի կանգնած, եթե սոլո պարտիա կար, սոլո պարտիան ապարում էի ես, մի խոսքով եկա անգա այնտեղ, որտեղ որ ուզում էի ընկնեմ։ Բայց այդ նախագիծը, որ ավարտվեց, դե հետո չգիտեմ ինչ անեմ։ Թումոն որոշեց, որ այդ խումբը պահելու է։ Չենք ծրվելու, դե որոշ մարդիկ ծրվեցին, որոշ մարդիկ չէ, ես բնականաբար մնացի,
ինչ որ ժամանակ ինչ որ գործունեություն էինք ծավալում, հետո մենք էլ ծրվեցինք։ Մեծացանք։ Հա, ոնց որ դառնում էր ինքը անիմաստ ինչ որ բան էլի, ոնց որ նպատակ չունեցող բաներ, հավաքվում էինք, չկարող այտենց ղեկավար, որ ասես ինքը պարային ոլորտից եկել էր, ինչ որ բաներ ասում, մենք մեզնով հա մի հատ երկու հատ բան արեցինք ու վсё։ Էլ իմաստ չուներ։ Ընկալման մասով ես մի բան ասեմ, ես հիշում եմ առաջի անգամ որ եկել էինք քո մոտ ապարելու, վարժություններ մեզ տվեցի, ինչ-որ բեմադրություն ու ասացի, տեսնեմ ով է այդ ամեն ինչը շուտ ընկալել։ Այսինքն երևի հենց բարողի համար առաջին բանն է, որ ինքը շուտ վերցնի, շուտ ընկալի, ու հետո արդեն կարողանա այդ պարը բարի։ Ես տարբեր տեսակի մարդիկ եմ, աշակերտներ, հա, այսպես ասած, հանդիպել եմ, այսպես ասած, չէ, աշակերտներ։ Իրանք տարբեր են լինում։ Կան աշակերտներ, ովքեր արագ ընկալում են եւ սենց իդեալական չեն անում, իրանք պրոցեսը տարոք սենց վերցեցին։ Հա, բայց աշակերտները կան, որ սենց նայում ես, չի կարում, եկե մի ամիս հետո մեկ ամբողջը ինենց անում, զարմանում ես։ Ես իմ երևի թե ինչ որ տեղեր պետք է, դա բնականաբար, բայց չես կարող դու միևնույն ժամանակ համ արագ ընկալես, համ մաքուր անես վարժությունը։ Ունակությունների տեսանկյունից եմ էլի ասում, այդ պահին, այդ փորձի ժամանակ կարող ես մի քանի փորձեր, բայց միանգամից հենց այդ պահին դու չես կարող արագ ընկալես ու մաքուր անես։ Դու կհիշես մագերեսային, արդեն խորքայինը ամիսների կամ տարիների արդյունքը կլինի։ Այդ եմ ասում, փորձի արդյունքա դա, բարային փորձի, հա, տվյալ դեպքում բարից ենք խոսում, փորձի արդյունքա եւ տարիներ առաջ ես այդքան արագ չէի ընկալում, ինչքան հիմա եմ արագ ընկալում։ Ես դեպք եմ ունեցել, էլի ուրիշ քաստինգ էի մասնակցում, քաստինգին գնացել եմ, հասել եմ վերջին 10 րոպեն, երբ որ արդեն այդ քաստինգը վարող պարուսույցը վերջացրել է բեմադրությունը, վերջին այդ շտրիխներն է անում ու հերթով կանչում է, որ նայ։ Ես այդ 10 րոպեվա մեջ հասցրել եմ սովորել ու մի առաջին անցնողը քաստինգը ես եմ եղել։ Իմ տեսողական, հա, եւ տեսողական հիշողությունս է լավ եւ երևի թե փորձն է։ Ես չգիտեմ, տաղանդ չի այդ ամեն դեպքում, այդ պրոստը զարգացել է ընթացքում։ Հետո ուշադրությունն էլ է, կենտրոնացված լինելն է, դրանք շատ կարևոր են հատկություններ են, որը որ եթե մարդը ունենում է, արդյունքը շատ ավելի լավ է լինում։ Համաձայն եմ։ Մարդկա խելացի է, բայց այնքան ցրված է իր ուղեղը, որ մեկը ինչ ուզում ես արա։ Օրինակ ես կներես, որ գալիս էի քեզ մոտ, հոգնած, տանջված, հազիվ է ես ակետից բեկետ հասնում ու գալիս էր օջքես։ Հա, ու ես չէի ընկալում ոչ մի բան, բայց եթե այդ ամեն ինչը ես անեի թարմ ուղեղով, ես շատ արագ կարողանայի ընկալել, բայց հոգնած ուղեղին գնալ մի հատ էլ պար սովորելը, ու ինքը բան չի է, ոնց ասեմ, օրինակ, եթե տեքստային բան լինի, ես շատ ավելի արագ կընկալեմ։ Ֆիզիկական է դրա համար։ Հա, ինքը ֆիզիկական է, որտեղ որ թեկուզ որ ես գնում եմ մարզասրա, մարզիչս ինչ որ բաներ է ասում, ես չեմ կարող այդ ամենը արագ ընկալեմ։ Ասում եմ ո՞նց ես դու իրավաբանն աշխատում։ Ասում եմ, որտեղ ֆիզիկական ժամանակ ես ուղեղս անջատվում է, հանգստություն է ինձ պետք։ Ու այդ հանգստության ժամանակ դու կենտրոնացված չես լինում, ուշադիր չես լինում, արդեն այդտեղ սկսում է աշխատել մեկ այլ, չգիտեմ, ֆիզիկական հատկություններ։ Այս տեքստային ժամանակ, թեկուզ ես որ ես հոգնած լինեմ, միևնույն է տեքստը ասենց ուշադիր եմ, որտեղ այդ պահին ուղեղս ասում է, որ պետք է դու կենտրոնացված լինես։ Այդտենց նաև մի հատ ուրիշ տեսակ կա, դա տաղանդավորներն են։ Տաղանդավոր ալարկոտները։ Չգիտեմ ոնց է լինում, որ միշտ տաղանդավոր մարդիկ, որ իրանք գալիս են, աշակերտ է եկել է, ես հասկանում եմ ինքը շատ արագ ընկալում է։ Շատ դա տաղանդ է, ինքը չի ունեցել փոխում, ինքը դա տաղանդ է, բայց ալարկոտ է այնքան, որ դու կարաս, հո, չգիտեմ ինչից է տենց, երևի թե գիտակցում են, իրանք շատ լավ հասկանում են, որ մեկը կստացվի, ու ոչ ման չեն անում, ու որպես կանոն, վերջումն են է լինում, որ այդ տաղանդավոր մարդը անցնում է երկրորդ պլան, աշխատասեր մարդը գալիս է առաջին պլան։ Ինձ համար միշտ տենց է եղել, էլի։ Տենց է։ Միշտ խելացի մարդիկ ավելի ալարկոտ են, քան այն մարդիկ, ովքեր որ աշխատած են։ Օրինակ,
Իմ օրինակով բերեմ, իրավաբանության մեջ ես շատ աշխատասեր եմ, որովհետև իրավաբանությունը այն ոլորտն է, որ ես տենց չեմ ծնվել, ես իրավաբան չեմ ծնվել, ես իրավաբանի ուղեղով չեմ ծնվել։ Իմ ուղեղը ավելի ստեղծագործ արվեստի մարդու ուղեղ է, դա տենց եմ ես ծնվել։ Իրավաբանության ես մեջ ուշադիր եմ կամ չգիտեմ, ավելի աշխատասեր եմ, որովհետև գիտեմ մի հատ չաշխատեմ, ոնց որ ես հետ կմնամ, չնայած տարիների ընթացքում որ շատ ես աշխատում, արդեն քո ուղեղը արդեն սովորական ինքնին է։ Լիքը հարցեր կա, ես լոգիկայով եմ առաջնորդում, ես չեմ հիշում այս ինչ օրենքը, արդեն ոնց որ դրա մեջ եփվել է։ Բնականաբար շատ էլի ունեմ աճելու տեղ, բայց բարի կամ ստեղծագործության մեջ ես սարսափելի ալարկոտ եմ, որովհետև ես գիտեմ, որ sense մի հատ նայեմ կենտրոնանամ, ես դա շատ արագ կարամ ընկալեմ, բայց այդտեղ արդեն այն հարցն է, թե արդյոք դու արդյունքը ինչ կլինի։ Հա։ Ես հիշում եմ, որ դու ասում ես նույնիսկ մաքսիմալն արա, ես մաքսիմալ չի անում, ու ես ընդունում եմ, ես իսկապես մաքսիմալ չի անում։ Ու դու էլ տեսնում ես, որ արդյունքը դրա միևնույնն է ուրիշ է։ Եթե մանավանդ դու պիտի բեմ դուրս գաս, դու փորձի ժամանակ 150%-անոց պիտի ներդնես քեզ այդ ամեն ինչի մեջ, որտեվ բեմում ավելանում է էմոցիան, անհանգստությունը, լիքը բաներ, որ կարան քեզ խանգարեն, անհարմար հագուստդ ու այդ 150%-ը, որ են փորձի ժամանակ տվել ես, ուղիղ կիսվում է։ Հա, բայց այդ մասով եմ մի բան ասեմ, ես 16 թվականին մասնակցել եմ բազեի այդ փորձմանը որպես պարուհի։ Փորձի ժամանակ ես մաքսիմալն եմ արել փորձի ժամանակ, որ, չգիտեմ, գեղարվեստական ղեկավարը ասեց վերջ, հաստատ լավ է լինելու, հաղթելու ես։ Մրցման ժամանակ ես կեսն էլ չեմ արել։ Իմ ամբողջ էմոցիան ու էներգիան ես դրել էի փորձի ժամանակ։ Ու դա դրանից հետո ինձ մոտ sense մի հատ բան եղավ, որ եթե ես ինչ-որ մի մրցույթի կամ բեմ եմ դուրս գալու, ես չեմ ուզում փորձի ժամանակ էլի մաքսիմալ տամ, որտեվ իմ մասնագիտական չէ, հետաքրքրությունը կորում է։ Իմ հետաքրքրությունը ես պահում եմ վերջի պահին։ Սենց մի քիչ շատ անկապ բնավորություն ունեմ ես, որ ինձ շատ է խանգարում։ Չեմ կարող ասեմ, որ ճիշտ ես անում։ Միանշանակ ճիշտ չի, որովհետև տես ասում ես, էմոցիան գալիս է, երբ որ բեմի վրա ես։ Միանշանակ գալու է ու ինքը միանշանակ քեզ խանգարելու է։ Եթե կոնկրետ բարի մասով, եթե քո մոտ ավտոմատ չի արդեն, մարմինդ ավտոմատ չի շարժում, չի անում այն շարժումները, որ դու պետք է անեիր բեմի վրա, քո էմոցիան խանգարում է։ Հա, դա փորձ է պետք շատ։ Եթե դու արդեն էմոցիա տեկավ, դու всё մոռացար։ Ինչ պիտի անես, մոռացար։ Եղել է տենց։ Այո։ Եղել է։ Հա, ավերջի ժամանակ մոռացա։ Ու անգամ հենց այդ ժամանակ դու միջևեր չէիր դնում ամեն ինչ, չէ՞, փորձի ժամանակ չէիր դնում, ասում էի, ու ես էլ քեզ ասում էի, միջևեր չէ, չեմ կարող, ես։ Ու էլ այդ նույն պատմությունը պատմեցի, որ հիմա ես պատմում։ Բայց բեմում ստացվեց 100%-անոցը գոնե, չստացվեց, չէ՞։ Չէ։ Չի կարող ստացվի։ Էմոցիան միևնույնն է խանգարում է։ Պլյուս ասում եմ, բացի էմոցիայից լիքը բաներ կան, որ թեկուզ կարող է հագուստդ քեզ դուր չի գալի։ Միշտ չի որ քեզ տարու են քեզ դուրեկան հագուստ, միշտ չի որ հանդիսատեսը լավն է լինելու։ Հա, համաձայն եմ, բարի մեջ դա շատ կարևոր է։ Հետո նաև խոսեցինք մաթեմատիկայի հետ կապված, որ ասում ես մաթեմատիկայով եւ այլն, քո շարժումների, ոնց որ այսօր ամբողջ օրը քո շարժումների վրա եմ կենտրոնացել։ Հա, քո շարժումները ստեղծած շարժումները շատ բարդ են։ Հասարակ մարդը, ով որ ուզում է ուղակի գնա շարժվի բարի մեջ մտնի, այդ իր համար սարսափելի բարդ է ու ստրես կարող է ապրի։ Ու ես դրանք կապում եմ բնագիտական առարկաների հետ, ինչով եմ կապում, որովհետև դու շարժումները դնում ես, դու ոչ միայն զուտ ուղակի շարժում ես դնում, այլ դու նաև դա հարմարեցնում ես երաժշտության հետ, ու միևնույն ժամանակ փորձում ես այնպես կապել շարժումները երաժշտության հետ, որ ինքը տրամաբանական ավարտ ունենա, օդի մեջ չմնա։ Առաջին հերթին երաժշտության հետ եմ կապում։ Չգիտեմ այդ ժամանակ եղել ես թե չէ, երբ ես առաջին հերթին երեխեքին երաժշտություն լսել եմ սովորեցնում։ Որովհետև չէ, գիտես ուրիշ է, երբ որ դու մակերեսորեն լսում ես երաժշտություն ու ինքը քեզ դուր է գալիս։ Ուրիշ է, երբ որ դու խորանում ես երաժշտության մեջ ու լսում ես այն ամենաներքևի այն գործիքները, որոնք որ սովորական մարդու ականջին հասուչ ինքը չի լսում դա։ Սենց մանր գործիքներ են, որոնք հիմք են իրականում երաժշտության համար, բայց սովորական ուղակի լսողը դա չի լսում։ Ու հենց այդ համերգի ժամանակ, որտեղ որ դու եղել ես բացման համարը հիշում ես, հա,
սկիզբը հիշում ես ոնց էր բեմադրած, հենց գործիքները ես վերցրել էի ու այդ գործիքներ ամեն պարող մի գործիք էր ներկայացնում ու երևի իրանց համար գործիքը net Թերեզա ինձ հանել գործիքը ասել դու չես կարա լավ գիտար լինես ու այդ երևի երեխեքի համար ամենաբարդ process-ն էր որ ես իրանց ստիպում էի կոնկրետ գործիքը լսել ու կոնկրետ բարել նենց ոնց որ այդ գործիքը նվագում է իր ձայնի բարձրությունով իր չգիտեմ տեմպով իր ամեն ինչով ջութակես դու ջութակի այդ ամեն ինչը վերցնես մեջից չգիտեմ գիտարս որ այդպես էլ չեղար այո գիտար լինես միջև վերջ Այդ երևի երեխեքս այդ ավելի դժվար են վերցնում ու կարողանում անեն, քան եթե ես իրանց տալիս եմ բեմադրություն, ասում եմ սովորեք, այսպես արեք, սենց, վсё, սովորեք արեք այսքանը։ Դե որտեվ այդ ժամանակ դու ստեղծագործելու ես։ Պետք է ունես բազա, շարժումների բազա, երաժշտությունը լսելու բազա, երաժշտություն զգալու հմտություն, պետք է ամեն զարգացնել կարաս։ Զարգացնել է թեկուզ, հա։ Այդ եմ ասում, երեխեքին ոչ մեկ էլ չի կարող է ծնվում են, հա, կարող է չէ, ծնվում են այդպես, բայց ես կոնկրետ զարգացրել եմ դա։ Իմ մի որոշ ժամանակ ես ջազ եմ պարապել ու հենց այդ ժամանակ իմ մարզիչը ինքը որ ասեմ պարում էր երբեք տեղից չերել շարժվում, հա, նստած էր դաս տալ, կյանքում ինքը տեղից չէր վեր գնում, ինչ որ շարժում ցույց տա, բայց երաժշտության մասով, երաժշտական մասով ես կոնկրետ իրանից եմ սովորել լսելը երաժշտություն, ինքն էր այդ այնց հանում, ինձ sense դնում էր երաժշտությունը լսել էր, սովորեցնում էր լսել, իրանից այդ եմ վերցրել, հա, շատ կարևոր է, ու հետո արդեն իմ բեմադրությունների մեջ դա օգտագործում եմ ու օգտագործելու եմ։ Ամենակարևոր բանն է։ Մեկ էլ այն մասով, որ ասում ես բարդ է, ես ընդունում եմ, որ բարդ է։ Իմ արած բեմադրությունները եւ հա ու ես դա համարում եմ թերություն իմ մեջ, որովհետեւ չեմ կարում հեշտ բան անեմ։ Փորձում եմ, անկեղծ եմ ասում, փորձում եմ, բայց չի ստացվում։ Ու ես այդ համարում եմ թերություն, որովհետև բոլորը չի որ կարան անեն են ինչ որ ես եմ ցույց տալիս, բոլորը չի որ ուզում են առհասարակ անել են ինչ որ ես եմ ցույց տալիս։ Իրանք ուզում են գան բարեն թեթևանան, չգիտեմ։ Ես տենց էլ եկել էի ճիշտ ասած ձեզ, բայց ես բարդ խնդիրներ էր դրված, որ ասում եմ գնում եմ միտեղ որ հանգստանամ, ավելի եմ հոգնում, հա։ Հա, ես ընդունում եմ եւ դա ասում եմ որպես թերություն եմ համարում ինձ իմ մեջ շատ կուզեի այդպես չլիներ երևի մի օր կփոխվի կամ երևի բարին էլ էտա որ չփոխվի իսկ հիմա պետք չի փոխել դու հենց քո ոլորտում դու այս բարային հատվածով դու այս ձև ես տարբերվում եթե դու էլ սկսես հասարակ շարժումներ անել ստացվում է դու ոչ մի ձև չես տարբերվելու մնացած բարողներից հա բայց եկեք նաև ընդունենք մի հատ ուրիշ բան, որ ինչը հասարակա դա ավելի շուտ է անցալվում։ Բնականաբար։ Ոչ միայն մարդու կողմից, որ ինքը ուզում է ապարել, այլ նաև բոլոր մարդկանց կողմից, ովքեր դա նայում են։ Ու դրա արդյունքում ստացվում է, որ ես չեմ ասի, որ իմ լսարանը փոքր է։ Լսարանա թե ինչա իմ դեպքում տեսարանա, լսարան թե տեսարան, ինձ նայում են, ինձ չեն լսում, հա։ Մի խոսքով իմ լսարանը չեմ կարող ասեմ, որ փոքր է։ Ինձ սիրում են, հա, նայում են, բայց այն մարդիկ, ովքեր որ ավելի հասարակ բանի մեջ են, իրենց ավելի շատ են նայում։ Ու ես միևնույնն է չեմ կարող բացասական արտահայտվել իրանց մասին, որովհետև դա նույնպես հմտություն է, որին ես չեմ տիրապետում, ես ինքս չեմ կարող անեմ դա։ Դա նշանակում է, որ դա բարդ է, միգուցե իրանք էլ չեն կարող անեն ինչ որ ես եմ անում, բայց իրանք էլ անում են մի բան, որը բարդ է ինձ համար, ու դա իմ համար դրական բան է։ Եթե կարողանում են իրանք անեն այդպես, ուրեմն մալացի։ Լավ է։ Ես էլ եմ ուզում, անկեղծ ուզում եմ անեմ, բայց ես չգիտեմ, կստացվի թե չէ։ Իմ կարծիքով ավելի լավ է լինես այնպիսին քո ստեղծագործություն լինի այնպիսին ինչպիսին որ քո ներսն է պետք չի փոխել կամ պետք չի ինչ որ մի բան անել որ հարմարեցվի հասարակ մարդկանց կամ առհասարակ մարդկանց պետք է լինես այն ինչը որ քո ներսում է ստեղծած այն ինչը որ իսկապես քո ներսում է ինձ թվում է պետք է երկուսն էլ
Կամ միգուցե երկուսն է, ընտրության հարցը։ Որ մի դեպքում ես իմ հոգին բավարարված լինի, իմ արած գործով, ես հաճույք ստանամ այդ արած գործից, մյուս դեպքում բավարարված լինի հանդիսատեսը իմ արած գործով։ Ամեն տեսակ, ցանկացած տեսակ հանդիսատես, ես միշտ մեր միջոցառում համերգների մասով կռիվ եմ անում մարկետ, ասում եմ բացման համար պիտի լինի, որտեվ այդ բացման համարը իմ համար ամենակարևոր կետն է, որտեվ այդտեղ ես մենակ եմ։ Ես չէ, հա, ես եմ, բարողներս են ինձ հետ, բայց մենք մենակ ենք, մեզ հետ չկա երգիչ, ես եթե կուզենամ, հա, երաժիշտներ կլինեն, բայց ես եմ ու իմ ստեղծագործությունը, վсё։ Ուժ ոչ ման չկա այդտեղ։ Իսկ երբ որ միջոցառման մյուս հատվածում ես ապարում եմ արտիստի հետ, պատտանցովկա ենք անում, այդտեղ մի քիչ ուրիշ ստիպված եմ հարմարվել շատ բաների։ Դրա համար ես միշտ կռիվ եմ անում, ասում եմ բացման համար պետք է լինի, որ մի հատ ես իմ հաճույքը այդտեղ ստանամ, բեմից այդ բանը ստանամ, հետո նոր անեմ այն ինչ որ պետք է անել։ Դա ավելի ճիշտ է։ Thank you. Բայց դե ֆրեշտայ կորաստատվեր։ Հա, այդ ավելի ճիշտ է։ Ուզում եմ իմանալ նոր բեմադրություններ կան, ինչքան գիտեմ, նաև դուք ունեք համերգներ, որոնք որ արդեն օրերն էլ է նշանակված համերգների։ Ուզում եմ համերգների մասով խոսենք, նաև բեմադրությունների հետ կապված, կան նոր բեմադրություններ, թե էլի միքս է լինելու։ Նոր բեմադրություններ անընդհատ ամեն նոր երաժշտություն գալիս է, դուրս գալիս է, ինքը ունի բեմադրություն միանշանակ, շատ արագ։ Հա, մի բան ասեմ, որ մի բանը սովորացնում էր, ես ասում եմ վերջ էսա, այսքանով ենք բավարարվում։ Մեկ էլ հաջորդ դասին մի հատ ուրիշ մի բան էիր անում, ասում եմ, այն որ խնդրում եմ էլի, ինձ ասեք էսա, ես էս գոնե մի հատ հարմարվեմ, հետո չէ, ամեն անգամ նոր բան էր գալիս։ Որտեղ նոր երաժշտություն եմ լսում։ Անընդհատ չափալախում էր այդ շարժումները։ Նոր երաժշտություն եմ լսում, հավանում եմ ու Շո պիտի անեմ բեմադրություն։ Պիտի անեմ չէ, ինքն իրան գալիս է։ Մեկ էլ մի հատ հիմար սովորություն ունեմ, ես չգիտեմ կարող է հիմար չի, բայց երաժշտությունը լսում եմ մանավանդ, այս վերջերս հիմա նոր շարք եմ սկսելու քաղաքային ֆոլք ոճի երաժշտության տակ բեմադրելու եմ այն ինչ որ ես եմ ապարում։ Դա հասարակության մեջ հայտնի առաբիս որպես, հա, քաղաքային ֆոլկը ես լսում եմ այդ երաժշտությունը ու մոռանում եմ հայերենը։ Լսելուց առաջ մոռանում եմ հայերենը, պատկերացնում եմ, որ ես չգիտեմ հայերեն ու լսում եմ իրան որպես ուղղակի երաժշտություն, որ չգիտեմ, օտար ազգի մարդ լսում է այդ երաժշտությունը, ինչ կպարեմ։ Մի հատ լրիվ ուրիշ բան է ստացվում, բեմադրություններս հեսա պատրաստ են շուտով սենց շարքը կթողարկեմ, բայց հիմար բաներ էլ ունեմ։ Ես ինքս համպարում եմ, համ ծիծաղում եմ իմ վրա։ Ես արդեն պատկերացնում եմ, չի Մարամասետրյանի տակ դու ինչ-որ պատկերացնում ես ամեն ինչը։ Մոռացա ինչ հարց տվեցիր, մի բան էլ ասեցիր ու ես ասացի, որ հա դու ամեն անգամ նոր շարժում ես օրինակ մի հատ հազիվ ընկալում ենք, ասում ենք օքեյ, էսա հաջորդ օրը գալիս ենք ու այդ շարժումը չի է, ինքը հակառակ մի հատ ուրիշ շարժում է, որ գոնե նման լիներ, ասեի հարակից շարժումը, չէ, ընդհանրապես ինքը լրիվ հակառակ ինչ-որ մի հատ շարժում է ու պետքա դու փորձես արդեն հմանան, երբ որ դու երաժշտության տակ ես այդ շարժումներն անում, դու արդեն երաժշտությունը նստեցնում ես, չէ, քո ուղեղում ու արդեն շարժումներ ես համապատասխանում դրան, հիմա ստացվում է, որ այդ շարժումը փոխվում է, բայց երաժշտությունը կա, բայց դու սովոր ես, որ այդ շարժումն ես անելու։ Այստեղ արդեն գալիս է, ինչ որ ինձ թվում է դու ուղղակի մարզանքն, ես ուղեղի մարզանքների դասերի էի գնում, ոչ թե բարի, որ պետք է զուտած հանգստանալ։ Այս պատճառով ես դուրս եկա կոմոդից։ Այս պատճառով տանջում էր ինձ։ Լավ է բանում։ Լավ է։ Չէ, բայց իրականում ես ընդվերջում ընդունեցի, որ հիփ-հոփը իմը չի, ընդհանրապես ես բայց արի մի հատ ֆիքսենք մի հատ ուրիշ բան, որ այն ինչ որ ես եմ տալիս, դա հիփ-հոփ չէր, մաքուր։ Մաքուր չէր, հա։ Հա, մաքուր հիփ-հոփը եղել միանակ այն գործը, որը դու համերգի ժամանակ բարել ես, դա եղել է մաքուր հիփ-հոփ, բայց մնացած բաները բեմադրությունները իրանք մաքուր հիփ-հոփ չեն, իրանք խառնուրդ են բոլոր այն ոճերի, որոնք որ ես իմ ամբողջ կյանքի ընթացքում ուսումնասիրել եմ, դեռ չեմ կարող ասեմ, այդ ինչ ոճ է։
Իրենք լիքը ինչ-որ միքս Ջեքսոն։ Այ Ջեքսոն չեմ կարող բարեմ, դու կսովորացնես։ Միջոց համերգների մասով դե Մարկի հետ խոսացել ես, ինչ նույն հարցերը տալ։ Որտե՞ղ Մարկը խոսացել է երաժշտական մասով, դու պարային մասով։ Լավ։ Ինչեր ես սպասում արդյոք համերգների ժամանակ Այս մասը չկտրես, կդնես անպայման։ Ես չեմ կտրում։ Համերգների մասով արդեն դե տեղյակ ես։ Տարվա երկրորդ կեսի համար 4 համերգ ունենք արդեն։ Մարկը 4 Արդեն հաստատված, դեռ ունենք մտքեր եւ в общем, էլի լինելու, բայց իրանք դեռ ընթացքի մեջ են, որովհետեւ այն ինչ որ հանդիսատեսը տեսնում է, որ բացվել է համերգը, այդ պահի արած գործը չի, հա, որպեսի բացվի համերգ անգամ որ վաճառք լինի, տոմսերի, չգիտեմ, իրանք կանը դրա համար միջև համերգը բացվել է, միջև համերգի տոմսերի վաճառքի բացվելը մենք մոտ 3-4 ամիս նայած համերգի մասշտաբի աշխատում ենք։ Այո։ Այդ համերգի վրա։ Հիմա մենք 4 համերգ ունենք, իրանք 2 հատ հայ երալեգենդ երեկո ունենք, 1 ռոք ունենք, ու մի հատ էլ տոնական ռոքի ժամանակ էլ է բարեր լինելու։ Բոլորի ժամանակ լինելու։ Այս ռիվիմն է, այդ ռոք ռիվիմն է։ Ժամանակ ոնց է։ Չգիտեմ ճիշտ ասած ինչ է անելու։ Պրոստը կաննես գիտար կարամ գիտարը տեղ լինեմ։ Բռնես դուքարը։ Չգիտար լինեմ։ Աշտողեցիր այդ բան ժամանակ լինեմ։ Ինչ է գիտարը էլի չմիշում։ Գործիք էի լինելու, այն էլ կեսից հրաժարվեցինք։ Բեմադրությունները մի քիչ ալարկոտ եմ ճիշտ ասած այդ մասով։ Ալարկոտ եմ, որովհետև ասեցի չեմ սիրում են արտիստների հետ բարելը, էլի, այդ մասը թողում եմ վերջին օրվա եւ վերջին 2 շաբաթում երեխեքից տանջում եմ։ Հա, գիտեմ ոնց են։ Արավոտից իրիկուն կանչում եմ փորձերի, 2 շաբաթում դնում եմ 100 հատ բեմադրություն, ասում եմ հիշեք երեխեք ջան, որտեվ ես չեմ հիշելու։ Հա։ Ասում եմ հիշեք, որտեվ ես չեմ հիշելու։ Ու վերջում իրոք բեմի վրա բոլորը հիշում են ամեն ինչ, իսկ ես պարում եմ լրիվ ուրիշ բան։ Եղել է դենց բան, չէ՞։ Ամբողջ համար ուրիշ բան եմ պարում, բայց ամենակարևորը գիտես որն է, որ հանդիսատեսը մտածում է, որ ես եմ ճիշտ։ Ոչ մեկ չի մտածում, որ երեխեքն են ճիշտ պարում, դեռ ես եմ ճիշտ պարում։ 20 հոգի ճիշտ է պարում, դու առանց ուրիշ բան ես պարում, բայց դու ես ճիշտ։ Հա, որովհետև ղեկավարը ես եմ, իմ всё, ես եմ ճիշտ, տենց չի։ Դա ղեկավար դինելը տենց առավելություններ ունի, հա։ Նենց որ բեմադրություններ չէ, համերգների համար դեռ չեմ արել, դեռ անում եմ իմ սրտի բեմադրությունները, պատրաստում ենք նկարահանումների երեխեքիս հետ, աղջիկներիս հետ, իրանց սրտով էլ դա էլի, այդ նկարահանումները իրանք սիրում են, մենք պատրաստում ենք ինչ-որ բեմադրություն ու գնում ենք նկարահանման, հետո ունենում ենք սիրուն հոլովակներ, որ ջիջիլ ենք գցում բոլորը։ Այո։ Դե համերգն էլ իր տեղը ունի իհարկե, այնտեղ մի քիչ ուրիշ էմոցիա է գալիս, իրական էմոցիա են ստանում հանդիսատեսից, այստեղ on-line հարթակում մի քիչ չես տեսնում, չես զգում այն ինչ որ իրականում մարդիկ տեսնում են, մարդիկ տալիս են քեզ։ Բայց իրական ավելի լավ է հենց համերգի ժամանակ բեմի վրա։ Դա մի քիչ ուրիշ զգացողություններ են։ Հա։ Ամեն դեպքում շատ ուրախ եմ, որ նոր հաջողություններ եք գրանցում, ես հետևում եմ եւ շատ ուրախ եմ, մանավանդ համերգները, որ նոր ժանրեր են լինելու ու մի քանի հատ է լինելու, շատ լավ է ու դուք ինչ որ նոր բան եք տալիս հասարակությանը, որովհետեւ եթե պատկերացնենք չլինի այդ ամեն ինչը։ Պատկերացնում ենք չկա այդ համերգները, այդ ստեղծագործությունները, ի վերջո մարդիկ ապրում են հենց ստեղծագործությունների միջոցով, չէ՞, այսինքն արվեստի միջոցով։ Այ միշտ չեմ հասկացել այն մարդկանց, ովքեր արվեստի հետ որևէ կապ չունեն։ Միշտ ինձ այդ հարցը տանջել է, լավ, դու այսինչ մասնագիտություն ունես, գնում ես առավոտը գործի, երեկոյան գալիս ես տուն։ Բա քո հոգին ինչով է բավարարվում։ Չեմ ասում ապարել, հա, դա կարող լինի արվեստի ցանկացած ճյուղ, բայց հոգին ոնց է Ես չեմ հասկանում։ Ոնց է սնվում, էլի, չգիտեմ։ Այդ հարցից դեռևս ոչ մեկ չի կարողացել պատասխանել։ Դե կան մարդիկ, ովքեր որ այդ ոնց ասեմ, իրենց հոգևոր պահանջմունքները
աշխատանքով են դրացնում, սպորտով են դրացնում կամ առհասարակ արվեստը սպորտն էլ, հա, սպորտն էլ ես ներառում եմ դրա մեջ։ Հա, արվեստի մեջ չէ, բայց էդ էլ հա կարաս գնաս այդտեղ ու հոգիդ սնունդ ստանա։ Բայց երբ որ ոչ մի բան չկա, այդ սուտ է։ Հաստատ այդ մարդիկ, ում հետ որ ես շփվում եմ ու իրանք որևէ կապ չունեն ոչ սպորտի, ոչ արվեստի հետ, իրանց հետ շփվում եմ մի քիչ ուրիշ։ Իրանք միշտ չգիտեն ինչ անեն, չգիտեն ինչ են ուզում այս կյանքից։ Ասենց շարունակությունը իրանք չեն պատկերացնում, էլի, ու դա ինձ թվում է հենց այդ հոգևոր սնունդի պակասից է իրանց մոտ։ Այո։ Ինձ թվում է, Ես համաձայն եմ, հա, իսկապես ճիշտ ես ասում։ Ուզում եմ քեզ բլից հարցեր տալ։ Տարբերություն Մարկի, ես քո հարցերը հիշում եմ։ Առաջին հարցը՝ բարդ բարձրակրում կոշիկներով, թե սպորտային կոշիկներով։ Բարձրակրում, այո։ Դու նույնիսկ մի բար բարել ես բարձրակրում կոշիկներով ու հետո նաև սպորտային կոշիկներով ու էֆեկտը լրիվ տարբեր է, ինձ էլ է դուր գալիս բարձրակրում կոշիկները։ Ես տենց բանել եմ անում, շարքելուն եմ, բոլոր բարերս հոլովակների տեսքով բան եմ անում, դնում եմ իրար կողք, մի հատ բարձրակրունկով, մի հատ բոթասներով, սպորտային կոշիկներով։ Ու մարդիկ բոլորը հիմնականում ասում են, որ բարձրակրունկով է լավ, կոմենտները այդպես են համենայն դեպս։ Ես էլ եմ այդպես սիրում, բարձրակրունկ կոշիկներով։ Իդեպ քո միջոցով սովորեցի բավականին բարձր կրունկներով բարել, շատ բարդ է, բայց շատ հաճելի է իրականում։ Եվ հաջորդ հարցը՝ լինել մենակատար, թե քո թիմի, հա, քո աղջիկների հետ բարել։ Երկուսն էլ։ Երկուսն էլ։ Հա, մի հատ սկզբում մենակով բարեմ, աղջիկներս կան միանան, միասին բարենք։ Եթե քո կյանքը լիներ բար, ինչ բար կլիներ։ Արդեն ասեցի, սենց միքս եմ ես ամեն ինչի։ Անկախ ամեն ինչի չէ, բայց երևի բոլոր են պարավոճերի, որոնք որ ասեք առավոտյան բալետ, ցերեկը հիփ-հոփ, թող ինձ ներեն բոլոր դասական պարողները, բայց բալետին չեմ վերադառնա։ Դա իմ մասին չի։ Երևի մի քիչ ակտիվ ավելի հիփ-հոփ էլ չեմ։ Մի քիչ Աֆրոդանս Եվ նաեւ այն ինչ որ աղջիկական sense էմոցիաների բանի հետ է կապված, երևի այդ կողմով դեպի ավելի բարձրակրում կոշիկներով։ Այո, անպայման։ Ու նաև իմ նախորդ հյուրերը հաջորդ հյուրերին հարցեր են տալիս, իմ նախորդ հյուրը հարց է ուղղել։ Հարցը հետևյալն է. ոնց ես դու քեզ պատկերացնում 5 տարի հետո։ Կոնկրետ ոլորտում, թե առհասարակ։ Չի ասել կոնկրետ ոլորտում, ուղղակի ոնց ես դու քեզ պատկերացնում։ Կարանք հարցնենք մի հատ։ Թե չեն կարող։ Հյուրը չկա։ Ես ինչ եմ պատկերացնում։ Սենց եսի։ Տանկին։ Չէ։ Բարիկին։ Չէ, սենց ունեմ լիքը նպատակներ, ուղղակի չեմ կարող այդ մասին ասեմ։ Դե մի բան, որը պատկերացնում ես։ Բարի ոլորտում, ոչ միայն բարի, լավ, արվեստի ոլորտում ոնց ասեմ, որ ամեն ինչ չասեմ, բայց համել մի բան ասեմ։ Տանկին մի խոսք։ Հա, ես տանկին կլինեմ, ով պարում է բարձրակրունկներով տանը, չէ, պարումա չէ, բարձրակրունկներով ուտելիքա պատրաստում։ Okay, հիանալի համադրություն։ Եվ դու պետքա իմ հաջորդ հյուրին հարց տաս, հաջորդ հյուրը չեմ ասի ով է, դու պետքա մի հատ հարց տաս։ Այ այդ հարցին թող պատասխանեն, էլի։ Որը։ Եթե արվեստագետ է, կամ սպորտի մեջ ինչ որ մարդը թող ասի, ինչ կլինի, եթե չլինի արվեստը իր կյանքում կամ սպորտը, իսկ եթե այդ ոլորտից չի, թող մի հատ այդ հարցից պատասխանի, էլի ոնց է ապրում առանց շատ լավ հարց է, հոգևոր սնունդի։ Շատ լավ հարց է, անպայման ես հարցը կուղեմ, նաև իմ հյուրերը իմ ոդկասթի հաղորդման շրջանակում ինձ տալիս են փոքրիկ հուշանվեր, որը կապված է իր կամ իր մասնագիտական գործունեության հետ եւ ինձ հետաքրքիր է թե դուք ինչ եք պատրաստել մեզ համար։ Կլինի պատմեմ։
մի քանի օր առաջվա մեր հանդիպումը, էդ էլ ասեմ ու բայց վերջում կասես հա եկավ մենք միասին հանդիպեցինք լրիվ ուրիշ բաներ քվեարկելու, քննարկելու ու նարեն վերջին պահին սենց ինձ ասեց, գիտես չէ, պետք է նվեր բերես ինձ, ինչ որ մի բան բերես, որ կապված է քո գործունեության հետ, ասեցի, հա, կոշիկները, բարձրակրունկները, որ մոռացել ես նահալիճումս, ես համբույրը, ինձ որ բերել եմ, կտամ բարձրակրունկ կոշիկները, քեզ նվեր։ Բայց այդ կոշիկները իմ հետ էր կապված, ոչ թե բայց դու ինձ հետ կապված էիր, չէ՞, ձեռք բերել այդ կոշիկները ու եկել։ Լավ։ Չէ, լավ, մի բան կմտածեմ, հետո մի բան կնվիրեմ ուրիշ բացի կոշիկներից քո։ Լավ, ընդունում եմ նվերը։ Ուշ ես ասել, ուշ ասացիր, ես չհասցրեցի, ուզում եմ մեծ բան բերեմ, ցույց առատաձեռն, ցույց մեծ նվեր բերեմ, Ոչինչ, ես էլի կկանչեմ։ Ուրիշ ոլորտ, միշտ մի հատ բան կստեղծես, կասեմ, նվերի համար։ Հենց սկսեմ երգել, հա, որոշ ասացի, չէ, որ երգեմ կկանչես։ Երկու բան կբերեմ արդեն այդ ժամանակ։ Երկու կոշիկ։ Ես տայնել կբերեմ, սոր մեկն եմ բերել։ Լավ, ապրե շատ, դեր, շնորհակալ եմ քեզ, շատ հավես, հետաքրքիր, թեթև, հումորային, կարելի է ասել, ճիշտ է մենք ավելի շատ կադրից դուրս ենք ուղղակի, երևի մի քիչ զսպվածություն կար, շնորհակալություն քեզ հրավերն ընդունելու համար ու նման հավես, հետաքրքիր ոդկաստ ունենալու համար։ Քեզ եմ շնորհակալ, ոչ ոք չկտրես, հա, ոչինչ որ ջրի կանում ենք, ոչ ոք չկտրես, ամեն ինչ կդնես։ Ոնց կա կդնես։ Ոնց կա, այո։ Ես այսպեսին եմ, ինչպեսին որ կամ, այո։ Մոնտաժնիկը տომ ես ընդունի այնպեսին ինչպեսին որ կամ։ Շնորհակալություն քեզ։ Մերսի քեզ էլ։ Չմոռանաք հետևել մեր YouTube-յան ալիքին Critics-ի նոր ոդկասթները դիտելու համար։ Բրձանք։ Թեմայից ուզում էր ասել։ Կադրից դուրս ավելի ջրիկ ենք։